Սիրելիներ, ինչպես երկեցինք հավիտյան փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ամեն։ Եկեք սրտանց մենք էլ միանանք, հիմա ամբողջ երկինքը Աստծուն փառքա տալի, մենք էլ ասում ենք փառք ես Տեր Աստված, մենք մահկանացուներս նույնպես միանում ենք Տեր եւ միանում ենք եւ այդ աղոթքը, այդ փառաբանությունը բերում ենք դեպի երկնային արքայություն։ Ես երկու կարճ տեղ եմ կարդալու եւ մենք պետքա աղոթքով սկսենք այսօրվա պաշտամունքը։ Սիրելիներ, ինչքան կարեւոր է այսօր ես սենց միշտ Աստծուն փառք եմ տալի, ասում Տեր Աստված, այսօր ինձի հնարավորություն տվեցիր, որ ես նորից Աստծո տան մեջ եմ գտնվում։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Այսի Աստծո մեծ ողորմությունն է։ Ես հիմա կարդում եմ 52-րդ Սաղմոսի 8-րդ խոսքը։ Ուշադիր նայենք ինչ ասում։ Սակայն ես Աստծո տանը մեջ կանաչ ձիթենի պես եմ։ Աստծո ողորմությանը կհուսամ հավիտյանս հավիտենից։ Որտեղ եմ կանաչ ձիթենի պես, Աստծո տանը մեջ, Աստծո տնից դուրս չորացած փայտ եմ։ Ինչքան կարևոր է Աստծո տան մեջ լինելը։ Դրա համար գիտեք, կարող է ես անգամ չորացած փայտ լինեմ, բայց որ ես գամ ստե մտնեմ Աստծո տուն, Աստված նորից ինձ ինչ անում կանաչացնում է, կանաչ ձիթենի պես եմ, կյանք եմ ստանում ես Աստծո տան մեջ, որտեվ Աստծո ժողովրդին եմ տեսնում, ոչ թե այս պատերը սիրներ, կարող է վաղ այս պատերում չլինենք, քարանձավներում հավաքվենք, ես չգիտեմ որտեղ կհավաքվենք, կարող է սկի տեղ էլ չլինի ինչ-որ մի հատ շատ առաջ Երևանում գերեզմանոցներում էին հավաքվում, գերեզմանոցներում եղբայրները կհիշեն, ինչի համար կոմունիստները որ հալածում էին, ուրեմն ժողովուրդը գնում էին գերեզմանոց եւ այդ գերեզմանոցում թաքուն տես պաշտամունքներ էին անում գերեզմանոցում, պատկերացնում եք, դա էլ էր Աստծո տուն, Աստծո տունը ոչ թե այս պատերն է, Աստծո տունը, որտեղ որ Աստծո ժողովուրդը հավաքված են, ամեն, օրհնյալ լինի Տիրոջ անունը, հիմա նայեք ինչ է կատարվում, Երբ որ Աստծո ժողովուրդը հավաքված են, ես ինչի համար եմ շեշտը դնում եկեղեցին սերներ, որովհետև Մաղաքիա մարգարության մեջ այս ձև մի հատ հետաքրքիր խոսք է ասում, ինչի համար է կարևոր Աստծո տունը, բաց չթողնեմ ես Աստծո տունը։ Սերներ, անկեղծ եմ ասում, Տիրոջ առաջ եմ ասում, երբ որ բերդում էի, ես 3 բան էի խնդրում Աստծուց, 3 բան։ Ասում էի Աստված ջան, Քեզի աղաչում եմ, ինձ տար պաշտամունքի, ես պաշտամունքի կարոտ եմ, ծարավ եմ պաշտամունքի, կամ Ամերիկա տար, կամ Հայաստան տար, կամ էլ մի անգամից գնամ երկինք միանամ պաշտամունքին, ամենաառաջինը, որ գնամ երկինք, էդ իմ համար օգուտ է, գնամ երկինք միանամ պաշտամունքի, եթե ոչ Տեր Աստված խնդրում եմ, արդեն ծարավ եմ, պաշտամունք եմ ուզում, օրհնյալ լինի Տիրոջ անունը, եւ Տերը խնդրվածքից ձայնը լսեց, ես այդ աղոթքը արդեն ստեղ էի անում, ծոմ էի պահում եւ այդպես աղոթք էի անում, Տերը խնդրվածքից ձայնը լսեց, հրաշքով Տերը ինձի ողորմություն արեց։ Եվ հիմա ինչ եմ ուզում կարդամ Մաղաքիա մարգարություն 3-րդ գլխի 16 խոսքից պիտի կարդամ։ Այն ատեն Տիրոշմե վախեցողները իրարու խոսեցան։ Հիմա ովքեր ենք մենք։ Տիրոշմե վախեցողներն ենք։ Հիմա ինչ է կատարվում, իրարու հետ խոսում ենք։ Հիմա լսում է այդ բանը Աստված։ Հիմա նայեք ինչ է կատարվում, ինչ հետաքրքիր բան է, հենց հիմա կատարվում։ Տերը մտի կրավ ու լսեց։ Աստված ինչը լսեց, երբ որ Աստուծմե վախեցողները հավաքվել են այստեղ պաշտամունքի, նայեք Սուրբ գրքում այնքան հետաքրքիր է գրված, հենց առաջի գլուխը Սուրբ գրքի առաջի համարը, ասում է անդունդի վրա խավար կար, բայց Աստծո հոգին շրջում էր ջրերի վրայով, ջուրը ինչն է, Աստծո խոսքն է, եղբայրները որ խոսում են, դա ջուրը հիմա գնում է, պատկերացնում եք, իսկ Աստծո հոգին ոչ թե ցամաքում, ոչ թե եսի միշտեղ հապա ջրերի վրայով, այսինքն որտեղ որ Աստծո ժողովուրդը կան, Աստծո հոգին հիմա այդտեղ շրջում է։ Հիմա բաներ կա, ես կարող եմ չհասկանամ, բայց Սուրբ Հոգին ինձի խոսալու բան ունի, իմ սրտի հետ խոսում է։ Դու ընդհանրապես սիրտդ բաց ասա Տեր Աստված, խնդրում եմ, խոսա ինձ հետ, ինչ հայտնություն ունես, ասա ինձի, որտեղ ես
կարիք ունեմ քո խոսքի։ Երանի նրանց, ովքեր որ Աստծո խոսքի կարիք ունեն։ Սիրելիներ, հիմա ինչ ասում։ Տերը մտի կրավ ու լսեց, եւ իր առջև հիշատակի գիրք գրվեցավ։ Տիրոջ մե վախեցողներուն համար ու անոր անվան վրա մտածողներուն համար։ Ում համար էր այդ գիրքը։ Պատկերացնում եք, հիմա այդ գրքում գրվում է Էսիչի անունը, Եղսի քուրի գրվավ անունը, եկել էր պաշտամունքի, Աստուծո մե վախեցողա, Գևորգ եղբայր գրվավ անունը, բաներ կա, ես շատ քիչ բան եմ իմանում երկնքի մասին, բայց այնքան խորն է երկնքի գաղտնիքները սերներ, որ Աստված ամեն մեկից գրանցում է։ Մի հատ եղբայր տեսիլք է տեսնում, ուրեմն պաշտամունքա, Հիսուսը գալիս է պաշտամունքի, Հիսուսի ձեռքին տես տոպրակներով բան է լինում, ուտելիք է լինում, ու բերում է հերթով բաժանում է ու բոլորը, հենց հիմա Տեր Հիսուսը կերակրում է, գիտեք մեզ, հենց հիմա Հիսուսը բաժանում է, այդ ուտելիքը տալիս է, անկախ նրանից ես լավն եմ, վատն եմ, ով չեմ, Տերը ունի տալու։ Հիմա, երբ որ ասում է, գնաց, ասում է հարց տվեցի, Հիսուս, բայց հələ այդ տոպրակների մեջ ուտելիք կա, բայց ում համար է։ Ասեց, էս էլ բացականների համար է, էս իրանցն է։ Քույր եղբայրներ ջան, ինչքան կարևոր է, մեկ կարող է ես չեմ գալիս, չեմ իմանում դրա մասին, բայց Տերը գիտի, մի օր իմ տղես, իմ աղջիկս գալու է, ու Տերը սպասում է այդ օրհնյալ օրվանը, սիրելիներ, հայրը սպասում էր աչքդ ընկած ճանապարհին, որ իր որդին պիտի գա, սիրելիներ, հոր համար այդպես ուրախություն չկար, ասում է, երբ որ հայրը տեսավ, չասեց է, այ տղա, այ անառակ տղա, գնացել էր, դե արի ինգի ոտերս, ասում է հայրը ինքը վազեց որդուն ընդառաջ, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Այնքան բաներ կա, որ մենք չենք անում սիրելիներ, բայց Աստծո սիրտը մխկտում է մեր համար։ Որ ես չեմ գալի Տիրոջ տունը, Աստծո սիրտը մխկտում է, Տերը լացում է սիրելիներ, մեր համար լացում է, ու ես ասում Տեր Աստված, ես ով եմ, որ դու իմ համար լաց ես լինում։ Նայեք շարունակությունը ինչ ասում, եւ անոնք ու Աստված այս ձև ասում, ինձ ու քեզ, անկախ նրանից ով եմ ես, եւ անոնք իմս պիտի ըլան։ Դու պատկերացնում ես, չի ասում է, ինչ որ մի լավ բան քեզ կտամ, ասում է իմս պիտի ըլան անոնք։ Իրա սեփականությունն ես դու, Աստծո սեփականությունն ես, ինչ որ մարդուն չես պատկանում, դու Աստծուն ես պատկանում, իմս պիտի ըլան անոնք։ Կսե զորքերու Տերը, այն օրը երբ իմ սեփական գանձս հավաքեմ։ Ինչ հավաքի? Գանձը։ Գանձով է? Փաստորեն գանձը մի հատ մեղավոր մարդ է, բայց դու հանդիսանում ես Աստծո համար, Աստծո գանձը, կորցրած գանձը, որ քո համար գիշեր ցերեկ Տերը ման է եկել։ Գանձս հավաքեմ, անոնց պիտի խնայեմ, ինչպես մարդ մը կխնայե իր որդին, որ իրեն ծառայություն կնե, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Մենք այդ Աստված ունենք, մենք այդ կենթանի Աստված ունենք, սիրելիներ, թող Տիրոջ անունը փառավորվի։ Հիմա երեխաներն էլ եկել են, ես հիշեցի մի բան, ուրեմն երբ որ ես եկա Մեքսիկա եկա, այնտեղ 2 ամիս մնացի, այնտեղ պաշտամունք էի ման գալի, գնացի կաթոլիկ եկեղեցի։ Գնացի Կիրակի օրը կաթոլիկ եկեղեցի, ու մեծ եկեղեցի էր, ես պատկերացնում եմ մեր առաքելական եկեղեցու նման մոմ պիտի եթանք վառենք, եսի ինչ անենք բաման, գնացինք այնտեղ ոչ մոմ են վառում, ոչ բան, սենց մեր նման սենց աթոռներ ա դրած, նստած են, ոչ մոմի հոտ ա գալի, ու ես գնացի, պետքա նոր սկսեր պաշտամունքը, գնացի հենց ամենաառաջ տեղը նստեցի։ Ինձ եկան իհարկե շատ սիրով, շատ սիրալիր, ասեցին կներեք, խոսքի, եկեք դուք 5-րդ շարքը նստեք, որտեվ առաջինից 5-րդ շարքը պետքա նստեն երեխաները։ Ասեցի, այ քեզ բան ասեցի։ Այդպես բան դե չենք տեսել մենք։ Ես իհարկե գնացի, վերջում նստեցի, հա, հետո ես տեսա այդ երեխաները, այսպես մանր երեխեք եկան նստեցին։ Ասում եմ Աստված շան, ասում եմ, էսա երեխեքը գան առաջի 5 շարքը նստեն, էսա գոռալու են, ես իմ ձեն են հանելու, պաշտամունքը խանգարել են, իրանք չեն ֆայմում, որ երեխեքը պետք չի առաջի շարքը։ Ես ինքս իմ մեջ մտածում եմ։
ուրեմն պաշտամունքը սկսեց, մեր նման պաշտամունք արեցին, իրանք քարոզիչը քարոզում էր, երկողները երգում էին, խոսք, երգ, աղոթք, այդպես էթում էր, ու այս երեխեքը այդ 2 ժամը քար լռությամբ ու շադիր նայում էին պաշտամունքը, ասի Տեր Աստված, ու իրանք գիտեք որ պահն էին նայում, որ Տեր Հիսուս ասեց, երկնքի արքայությունը այս երեխաներինն է, ասի Տեր Աստված, ինձ էր սարքի, այդ ձև երեխա, ես էլ միշտ գամ տես պաշտամունքը լսեմ, եւ երեխայի պես ընդունեմ պաշտամունքը, օրհնյալ լինի Տիրոջ անունը, հիմա որ երեխեք այստեղ են, մենք իհարկե երեխաների, այսինքն ապագան, մեր ապագան այս երեխաների մանկությունից սովորեցրու Աստծո ճանապարհը, Աստծո տան մեջ սովորեցրու մանկությունից, թող Աստծո անունը փառավորվի, հայր մեր երկով սկսենք, թե աղոթքով, եկեք հայր մեր երկով սկսենք այսօրվա պաշտամունքը, Այս երգը, որ երգում ենք, դա էլի աղոթք է, մտի այդ աղոթքի մեջ, Սուրբ Հոգին հիմա շրջում է, քույր եղբայրներ ջան, Սուրբ Հոգին շրջում է։ Տիրոջը Աստծո ժողովուրդ, փառք մեր Տեր Հիսուսին, ես աղոթքներից 3 համար կարտամ, նորից աղոթքի կանք։ 145 Սաղմոս, առաջինից 3-րդ խոսքերը։ Քեզ պիտի բարձրացնեմ, ով իմ Աստվածս, որ թակավոր ես, ու քու անունդ հավիտյանս հավիտենից պիտի օրհնեմ։ Ամեն օր քեզ պիտի օրհնեմ։ Մենք ամեն օր կօրհնենք Տիրոջը։ Ու քու անունդ հավիտյանս հավիտենից պիտի գովեմ։ Մեծ ու խիստ գովելի է Տերը, ու անոր մեծությունը անքննելի է։ Դուք տունը նորից կարտացեք, ես 3 խոսք Աստծո մասին է գրած։ Ինչքան Աստված մեծ է, փառավոր է, ու այդ Աստծուն մենք պետք է ամեն օր օրհնենք, գովենք իր սուրբ անունը։ Ինչքան որ քու սրտից այդ գովեստ ու փառաբանություն կելնի Տիրոջը, այդքան ավելի հազարապատիկ շատ քու կյանքիդ մեջ օրհնություն կիջնի։ Դուք փորձեք միշտ գովեք Աստծուն, միշտ փառաբանեք ու ամենտեղ։ Եվ որ Աստծո մասին խոսքը գնա, դուք գովեցեք Տիրոջը, պատմեք Տեր Հիսուսի գործերը։ Դավիթը ասում է իր սաղմոսների մեջ՝ պիտի չմեռնիմ, ինչու համար չմեռնիս որ ապրիս, ինչու համար որ լավ կյանք ապրիս, չէ, չպիտի մեռնիմ,
ապրին, որ Տիրոջ գործերը պատմեմ։ Մենք հիմա որ կապրինք, միայն ուտել խմելու համար չէ կյանքը, այլ նաև ինչ է։ Ամենաշատը հոգևոր մարդու համար Տիրոջ գործերը պատմես, իրա մասին խոսաս, իրա փրկության մասին խոսաս, ամեն տեղ ասես, որ փրկությունը մոտ է, ապաշխարեք, դարձի եկեք։ Որովհետև Տերը ինչու համար է քեզի դրել աշխարհի վրա, հարևանության մեջ, աշխատանքի վայրը ամեն տեղ։ Եթե դու չխոսաս, մի ուրիշի միջոցով կխոսա ու դու պարտական կմնաս։ Համաձայն եք ասո ժողովուրդ։ Պատկերացրեք 10 հոգի մարդիկ են ու դու միակ հավատացյալ մարդն ես ու Աստծո մասին չես խոսա երբեք, Աստծուն չես գովե, իր գործերը չես պատմե։ Տերը մի ուրիշին կուղարկե, նրանց կպատմե ու դու պարտական կմնաս։ Դա այդ խոսքը առաջին ինձ կվերաբերվի։ Հիմա կանկաղոտքի խնդրենք Տիրոջ զորությունը, ներկայությունը, որպես իր գործերը ամեն տեղ պատմենք, գովենք ու փառաբանենք մեր Տեր Հիսուսին։ Փառք Տիրոջը սիրելիներ, այո, երանի, որ Տիրոջ տան մեջ ենք, ինչպես Դավիթ թագավորն էր ասում, կուրախանայի, որ Տիրոջ տուն են գնում, տրտմությունով չգանք, սիրելի Աստծո ժողովուրդ, կամ եթե տրտմությունով էլ եկել ես, ինչպես եղբայրները հորդորեցին և ասացին, կարող է Աստված քեզ այսօր ուրախացնի, կարող է այսօր քո տրտմությունը, ինչպես Սուրբ գրքում, չէ, այսպիսի համար կա, իմ սուգս ասում է ցնծության փոխեց Աստված։ Կարող է քո սուգը ցնծության փոխի Աստված։ Ոչ մեկ չի կարող քո սուգը փոխի։ Ով ուզում է լինի այս աշխարհի վրա, ով ուզում է գա, ինչքան հանճարեղ, իմաստուն, բարեկամ, հոբի բարեկամները որ եկել էին, հոբն են սքի մեջ էր, տառապանքի մեջ էր, մի բան էլ ավելացնում էին վրան։ Դրա համար ասեց դուք ամենքդ էսուր բժիշկներ եք։ Բայց երբ որ Աստված հայտնվեց Հոբին, ասում էր ես իմ ականջներով լսել էի, բայց իմ աչքերս հա տեսնում։ Հողի մոխրի վրա զղջում եմ, եւ Հոբը մխիթարություն գտավ, եւ Հոբի ներս ուրախացավ։ Հոբին Աստված օրհնեց, մենք գիտենք այդ տեղերը։ Դրա համար ինչ վիճակի մեջ էլ որ կաս, սիրտդ բաց Հիսուս Քրիստոսին, նա ներկա է քեզի լցնելու, քեզ բժշկելու, քեզ զորացնելու, ու քո ներսի վիճակը գիտի։ Հանկարծ Սարգիս եղբայրը դա լավ ասաց հաղորդության ժամանակ, ասես կարող է մենք այդպես ծածկում ենք, բայց Տերը ամեն բան գիտի ու նա սրտերը քննում է։ Եվ այսօր այդ բժշկության օրն է, սիրելիներ։ Ինչպես եղբայրս ասաց, չէ, ասեց Աստված գալիս է եւ բաժանում է այդ տեսիլքը, որ տեսել են այդ կերակուրները, բոլորին է տալի անկախ իմ արժանիքներից, անկախ իմ վիճակից։ Իսրայել ժողովուրդը ինչ էր արել։ Բացի Աստծուն բարկաստելուց, Աստծուն հակառակվելուց ուրիշ բան չէր անում, շատ քիչ տոկոսն էր, որ Աստծուն էր փնտրում, շատ քիչ տոկոսը, բայց մանանան բոլորին էր տալի, ասում էր գնացեք, փնտրեք, մարդն էլ հələ լույսը չբացված գնում էր, մի բան էլ ավել էր հավաքում, որ բերեր, բայց Աստծո խոսքը ասում էր, դու ինչքան որ քո տանը կա, ինչքան որ քո վրանի մեջ կա, այդքան հավաքի։ Մենք այդ մարմնավոր կերակուրից բացի կա ավելի զորավոր կերակուր, Աստծո խոսքը, որը հոգու կերակուր է, ինչպես Հիսուս Տեր ասում, այն որ իմ մարմինը կուտի ու մայրունը կխմի, չէ, հաղորդ կլինի Աստծո հետ, նա ինչ կանի իր անձի մեջ կյանք կունենա։ Սա է կյանքը, եղբայրներ, քույրեր։ Շատերը երբ որ լսեցին, որ Հիսուսը այսպես է խոսում, շատ աշակերտներ, որ իր հետ էին գրված է, նրանք գայթակղվեցին, ասացին խիստ է այդ խոսքը։ Այո, երբեմն թվում է մեզի, որ խիստ է այդ խոսքը, բայց այդ խոսքերի մեջ է իրական կյանքը։ Ինչպես Հիսուս Տեր ասում, այն խոսքերը, որոնք ես ձեզի խոսում եմ, նրանք հոգի ու կյանք են։ Նրանք հոգով են գրված եւ նրանց մեջ կյանք կա, այն էլ հավիտենական, սիրելիներ։ Ես այսօր մի փոքր կուզեմ խոսել հաղորդակցության մասին, որը որ բոլորիս համար, մարդու համար, հավատացյալ մարդու համար ամենաանհրաժեշտությունն է, ամենակարևորն է։ Դավիթ թագավորը սա լավ էր հասկացել եւ ասում էր չոր ու ցամաք տեղը, ուր որ ջուր չկա, այսինքն անապատի մեջ 63 Սաղմոսի մեջ է գրված։ Իմ հոգին քեզ է փնտրում, իմ հոգին քեզ է փափագում։ Ինչպես Եղևնին, չէ, Կորխի որդիների Սաղմոսը ջրի վտակներին է փափագում, այնպես էլ իմ անձը քեզ, ով զորաստեր։ Այս մարդիկ այդ չոր ու ցամաք տեղերում,
շատ էին հայտնվե, ու նրանք տեսել էին, որ այդ վայրում միմիայն նրանց կարող է հանել Քրիստոսը, Աստված, Աստծո հոգին, դրա համար նրանց ներսը Աստծուն էր փափագում, սիրելիներ։ Այսօր ես եւ դու, որ եկել ենք այստեղ, թողնենք ամեն բաները, փափագենք Աստծուն, նրա ներկայության մեջ է քո հոգսի պատասխանը, նրա ներկայության մեջ է քո բժշկությունը եւ քո հարցերի լուծումը, երբ որ նրան գտնես, այն ժամանակ դու կտեսնես, ես կտեսնեմ, իմ կյանքում շատ է եղել, որ երբ որ Աստծո ներկայությունից դուրս եմ եղել, շատ խառնաշփոթության մեջ եմ եղել, բայց երբ որ Տերը եկել է, Տերը այցելել է, Տերը լցրել է, բոլոր հարցերի պատասխանները լուծվել է։ Եվ առաքյալը անգամ այդ նեղությունների, դժվարությունների մեջ, երբ որ Տիրոջ ներկայության մեջ էր, նա ասում էր մոռանանք արտաքին նեղությունները։ Երկրորդ Կորինթացի 12-ի մեջ է, չէ՞, թե չեմ սխալվում, ասում է մոռանանք արտաքին նեղությունները, բայց դրա վերևում գրված է, թե իրան 40-ից պակաս ծաղկով ծեծվեցավ, քարկոծվեցավ, ինչ նեղություններ կրեց, բայց Աստծո ներկայության մեջ, Տիրոջ գործի մեջ, ինչպես եղբայրը ասաց, Տիրոջ գործը պատմեմ, այդ գործը պիտի տենամ, որ պատմեմ, եթե ես այդ գործը չեմ տեսնում, ոնց պատմեմ։ Հիսուս 16 գացեք, գործեցեք ոչ թե կորստական կերակուրի համար, հապա այն կերակուրի համար, որ Հայրը ձեզի տվեց, որն այդ գործը, անոր որդուն հավատալը։ Պիտի հավատամ, որ գործեմ, եթե չհավատամ, ոնց գործեմ։ Սաղմոստերի մեջ ասում է հավատացի, անոր համար խոսեցի, Պողոս առաքյալն էլ է դա մեջբերում Կորինթացիների մեջ, հավատացի, անոր համար խոսեցի, եթե չհավատամ, ոնց խոսեմ, սիրելիներ։ Եվ տեսեք, ուզեմ կարդալ Եսայի մարգարեությունից 59-րդ գլուխ առաջի խոսքից, Եսայի 59:1-ից, ասում է միթե Տիրոջը ձեռքը կարող չէ փրկել, կամ անոր ականջը ծանրացավ, հարց է տալիս, բայց ձեր ու ձեր Աստծո միջև բաժանող ձգողը ձեր անօրինությունները եղան, ձեր մեղքերը անոր երեսը ձեզանից ծածկեցին, որ չլսի։ Տեսակ, սիրելի եղբայրներ, քույրեր ջան, միթե Տիրոջը ձեռքը կարող չէ փրկել, կամ անոր ականջը ծանրացավ, Սուրբ Գիրքը ասում է, միթե ականջ ստեղծողը չի լսում, կամ աչք ստեղծողը չի տեսնում։ Աստված, որ աչքեր ստեղծե, ականջա ստեղծե, միթե Սաղմոս 2-ի հեղինակ այդպես ասում, չի տեսնում ու չի լսում, բայց այստեղ մի կարևոր խոսք կա, ձեր ու ձեր Աստծո միջև բաժանող ձգողը ձեր անօրինությունները եղան։ Ուզեմ զուգահեռ մեկ համար է կարդամ եւ այս խոսքի վրա մի փոքր խորենք, սիրելիներ, Առակաց առաջի գլուխ 28 խոսքից, Առակաց առաջի գլուխ 28-ից։ Այն ատեն ինձի պիտի աղաղակեն ու պատասխան պիտի չտամ, զիս պիտի փնտրեն ու պիտի չկրնան գտնել, որովհետև գիտությունը ատեցին ու Տիրոջը վախը չընտրեցին։ Տեսնում եք, սիրելիներ, իմ խրատներս չուզեցին ու բոլոր հանդիմանությունս անարգեցին։ Շարունակությունը դուք կկարդաք, 33 համարն եմ կարդում, բայց ինձի մտի կնողը ապահովությամբ պիտի բնակվի ու չարիքներու վախեն հանդարտ պիտի լինի։ Ինձի մտի կնողը ապահովությամբ պիտի բնակվի ու չարիքներու վախեն հանդարտ պիտի լինի։ Ահա, նույն խոսքերը կարծես Սողոմոն իմաստունն է գրում Առակաց գրքի մեջ, ինձի պիտի աղաղակեն, պատասխան պիտի չտամ։ Գիտեք, սիրելիներ, Աստված ամեն բան արել է, որ մարդը Աստծո հետ հաղորդակցություն ունենա։ Ամեն բան արել է։ Աստված իր միածին որդուն չխնայեց, Հիսուս Քրիստոսին, որ մարդը Եդեմի պարտեզի մեջ Աստծո փառքից ընկավ, ինչպես գրված է Հռովմայեցիս 3:23-ի մեջ, ու բոլորը մեղանչեցին եւ Աստծո փառքից ինչ արեցին, ընկան։ Աստված իր միածին որդուն չխնայեց, տվեց, որպիսի մարդուն նորից այդ փառքի մեջ վերականգնի, սիրելիներ։ Ադամը թեպետ Եդեմի պարտեզի մեջ էր, ամեն բան ուներ Ադամը, բայց նրա ներսը մի բան պակաս էր։ Նա փնտրտուքների մեջ էր, չէ, իրան օգնական էր փնտրում, ընկեր էր փնտրում կենդանիների մեջ, մենք այս տեղերը գիտենք, նրա ներսը մի բան պակաս էր, բայց ոչ հիվանդություն ուներ, ոչ ցավ ուներ, ոչ ինչ-որ ուտելիքի, խմելիքի, հագնելիքի նեղություն ուներ, չէ, անգամ մերկ էին պտտվում նրանք Եդեմի պարտեզի մեջ, բայց նրա ներսը պակաս էր։ Որն էր այդ պակասի պատճառը, որովհետև նա հաղորդ չէր Աստծո հետ։ Կենաց ծառի հետ նա հաղորդ չէր։ Այսօր մարդը մտածում է, ասում է, դե սա ունենամ, լավ մեքենա ունենամ,
կուրախանամ, լավ տուն ունենամ, կուրախանամ, այս ինչի ունենամ, կուրախանամ, այսօր Ամերիկայում շատերս ունենք, այդ լավ մեքենաները, որ Հայաստանում հնարավոր է շատերը երազում են, այսօր որ քշեն կամ ուրիշ երկրներում, Աֆրիկաներում, այն մեքենաները, կամ այն տները, կամ այն սառնարանում ուտելիքները, որոնք կա ձեր սառնարաններում, մեր սառնարաններում, մենք էդի որ ունենք, շատ անգամ երազել ենք, բայց էլի մեր ներսը ուրախ չի, սիրելի եղբայրներ, քույրեր։ Ինչն է պատճառը։ Պատճառը մեկ բան է, որ ես եւ դու կենթանի Աստծո հետ հաղորդակցություն չունենք։ Սողոմոն իմաստունը, որ աշխարհի վրա ամենաիմաստուն մարդն էր, ինչպես Սուրբ Գիրքը վկայում է նրա համար, եւ ասում է Սողոմոնից իմաստուն ոչ եղել է, ոչ էլ ապակայում կլինի։ Աստված դրան օրհնել էր այդ իմաստությունով։ Եվ նա գրում է ունայնություն ունայնությանց, ժողովող առաջինի երկրորդ խոսքը, ամեն բան ունայն է, ըսավ Սողոմոնը։ Եվ ասում է իմ աչքերի տեսածը ու իմ սրտի ցանկությունը, ժողովող 2:10, ես բառացի եմ ասում, դուք կարող եք գրեք, հետո կարդաք, իմ աչքերի տեսած ու իմ սրտի ցանկությունը, այն ինչը որ կար, ես ինձի չզրկեցի, ես ինձի չպահեցի, հապա բոլոր բաները փորձեցի, եւ ինչ ասում, դարձյալ ունայնություն։ Ունայնություն, սիրելիներ։ Ոչ մի բան, այս խոսքերը պատահական չի, որ գրված է։ Սուրբ գրքում ես որ կարդում եմ, ասում եմ, Հիսուս ջան, ինչի համար էր պետք որ այս խոսքերը գրվեր։ Սրտի ցանկությունը, մեծ մարդու ցանկություններ ինչի համար էր պետք որ գրվեր։ Բայց Սուրբ գրքում պատահական բաներ չի գրված, սիրելիներ։ Սուրբ գրքում ինչը որ գրված է, որ ես կարդամ ու հավատամ այդ խոսքերին։ Եթե ես կարդում եմ Սուրբ գրքի խոսքերին ու չեմ հավատում Աստծո խոսքերին, դա գրված է, որ ես տեսնեմ, որ աշխարհի վրա նման մարդ է եղել, այդպիսի փառքի մեջ ապրող մարդ է եղել։ Ադամը ասում ենք, դե դրախտի մեջ էր Ադամը, նաև երկրի վրա, ինչքան մարդիկ կան այսօր այդպես ապրում են, բայց ոչ Սողոմոնի նման։ Ու նա գրում է, դարձյալ ամեն բան ունայնություն է, այդ ոսկիները, այդ փառքերը, այդ ամեն ինչը ոչ մի բան է, ասում է Սուրբ Գիրքը։ Եվ եթե ես այսօր Սուրբ Գրքի խոսքերին չեմ հավատում, այդտեղ է իմ խնդիրը կայանում։ Եվ դա շատ վտանգավոր է, որը տանելու է ինձի այս անօրինությանը, ինչպես Սուրբ Գիրքը, ձեր անօրինությունները եղան։ Եթե Աստծո խոսքը կարդում եմ եւ չեմ հնազանդվում Աստծո խոսքին, ինչպես Ադամը, այսա տանելու է ինձի անօրինության։ Անօրինությունը գիտեք ինչ է։ Անիրավություն, էլի, անօրին, այսինքն փոխելու ես մի բան, մի շեղվելու եմ, Աստծո կրոնավոր կարող է սարքեմ ինչ-որ բաներ, բայց ճշմարտությունից շեղվելու եմ, լրիվ ուրիշ կրոնի կյանք եմ ունենալու, գալու եմ գնամ եկեղեցի, ասում է չէ, այդ փարիսեցին ինչ աղոթք էր անում, ասում էր ծոմը պահում եմ, տասանորդը տալիս եմ, այս ինչը անում եմ, այն ինչը անում եմ, ու շնորհակալ եմ, որ ես մեղավոր մաքսավորի նմանել չեմ։ Այս վիճակն է լինելու իմ քո կյանքում։ Իսկ հոգևոր կյանքը կրոնի կյանք չի, սիրելիներ։ Հոգևոր կյանքը Հիսուսն ասում էր, եւ ժամանակ պիտի գա, եւ հիմա ալ է, որ հորը երկրպագողները պիտի երկրպագեն հորը հոգով եւ ճշմարտությունով։ Առաջինը հոգին է, եթե հոգու պաշտամունքը չկա, երկրպագությունը չկա, ես չեմ կարող հնազանդվեմ ավետարանին։ Այդ ճշմարտությունն ու հոգին ու ճշմարտությունը դրանք իրար հետ են, սիրելիներ։ Սա է այդ կապը, սա է այն ջուրը, որ Հիսուսն ուզում էր տալ այդ սամարացի կնոջը, որ այդքանց վատ վարք ուներ, որ խմես այդ ջրից, դու հավիտյան պիտի չծարավես, եւ Հիսուսը այդ ջուրը բոլոր ծարավաստերին է տալիս, ովքեր որ ծարավ են, եւ ինչ կատարվեց, սիրելիներ, շարունակության մեջ Աստված իր որդուն ուղարկեց եւ ուղարկեց նաեւ Սուրբ Հոգին, խոստումը, որը գրված է շատ տեղերում, հին ուխտում, նոր ուխտում, որպեսզի մարդու մեջ բնակվի ու մարդուն Աստծո հետ հաղորդակցության կապը պահողը դա Սուրբ Հոգին է։ Սարգիս եղբայրը ասեց, չէ, 2 Կորինթացիս 13:13-ը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեր ամենքիդ հետ լինի։ Այդ հաղորդակցության կապը հոր եւ որդու հետ պահող այդ օղակը դա Սուրբ Հոգին է։ Եթե ես Սուրբ Հոգու հետ ոնց որ շատերը այսօր չեն հավատում, չեն ընդունում, մերժում են, տրտմեցնում են, ես չեմ կարող հորը հետ հաղորդակցություն ունենամ։ Սուրբ Հոգին եկավ, առանց Սուրբ Հոգու չենք կարող ոչ Սուրբ Գիրքը հասկանանք, ոչ քարոզենք, մարգորեն կարող է խոսենք, մարգորեն կարող է կարդանք, բայց առանց Սուրբ Հոգու ոչ մի բան չենք կարող անենք։ Այդ Սուրբ Հոգու մեջ լինելով է, որ այդ աստվածային կյանքը գալիս է իմ մեջ։
ու իմ ու քո ցանկությունը ծարավը փոխվում է այս երկրագնդի վրա եղած այս ադամական մեղքի բնության եղած հավատքից սիրելիներ եւ կուզեմ կարդամ այդ տեղը 2 Պետրոս 1-3 խոսքից 2 Պետրոս 1-3 խոսքից ասում է ինչպես իր աստվածային զորությունը կյանքի եւ աստվածապաշտության վերաբերյալ բոլոր բաները մեզի տվավ անոր գիտությունովը որ մեզ փառքով ու առաքինությունով հրավիրեց տեսնում եք փառքով մարդը որ ընկավ Աստծո փառքից նորից աստվածապաշտության բոլոր բաները զորությունը մեզի տվավ այդ զորությունը դա Սուրբ Հոգին է ասում էր դուք նստեք Երուսաղեմի մեջ մինչև վերեն զորությունը կառնեք, այսինքն հոգին կառնեք, այս Սուրբ Հոգին տվեց մեզի, որպիսի մարդը աստվածապաշտության վերաբերյալ բոլոր բաներին տեղյակ լինի, եւ շարունակության մեջ ասում է, որոնցմով ամենամեծ ու պատվական խոստումները տրված են մեզի, որպիսի ասոնցմով աստվածային բնությանը հաղորդակցենք աշխարհի ցանկությունից առաջ եկած ապականությունից փախչելով, ոնց պիտի հաղորդակցվենք Աստծո բնությանը աշխարհի ապականությունից առաջ եկած այս ցանկությունից փախչելով առանց այս ցանկությունից փախչելով չեմ կարա ես Աստծո բնությանը հաղորդ լինեմ Պողոս առաքյալը երիտասարդ Տիմոթեոսին գրում էր ասում էր 2 Տիմոթեոս 2:22-ում ասում էր եւ փախիր երիտասարդական ցանկություններից սա բոլորին է վերաբերվում ճիշտ է Տիմոթեոսը երիտասարդ էր որ գրում էր, բայց մեզ բոլորից շատ ցանկություններ կա, միայն այդ երիտասարդական այդ հաճույքները չեն, մեծերն էլ ունեն ցանկություններ, ուրիշ ցանկություններ, տարբեր մարմնի ցանկություններ, գրված է մարմնի գործերը, մարմնի հաճույքները, մարմնի ուզածը։ Եթե ես չփախնեմ ու չգնամ հավատքի, սիրո արդարության հետևից, ես չեմ կարող այդ բնությանը հաղորդ լինեմ։ Բոլոր սուրբերը, սիրելիներ, հին ուխտի, նոր ուխտի, խոսեցինք Հոբի մասին, չէ՞։ Նրանք այդ կյանքի հետ հաղորդ են եղել, որ կարողացել են այդ կյանքը ապրել։ Բոլոր սուրբերը, պատկերացրեք Ենովքը 300 տարի քայլեց Աստծո հետ ու չձանձրացավ։ Եվ եթե ժամանակ լիներ, որ քայլելու լիներ, էլի կքայլեր։ Հիմի ես ասում եմ, եթե Ենովքին առիթ լիներ, որ հարցնեի, ասեի Ենով ջան, Ենով եղբայր, ինչ կուզես դու ես երկրագնդի վրա, ինչ կուզես, ինչն է պակաս։ Ինչ եք կարծում, ինչ կպատասխաներ Ենովքը։ Ես այդպես մի օր հարցնում եի, ասում եմ, որ Ենովքի տեղը երանի թե ես լինեմ Հիսուս ջան։ Ինչ կա Ենովքը կասեր, ուզում եմ ավելի ճանաչեմ Աստծուն։ Ուզում եմ ավելի մտերմանամ, ավելի Տիրոջը մեկանամ, ինչպես առաքյալն էր ասում, այն որ Տիրոջը հետ կմեկանա, մեկ հոգի կլինի։ Եվ այդ սուրբերի հաղորդակցությունն էր Ենովքի, Դավիթի, Աբրահամի եղբայրները օրինակ բերեցին, նոր ուխտի, հին ուխտի, Դանիելի, որ օրը 3 անգամ աղոթք էր անում, Սեդրակ, Միսակ, Աբեդնակովի բոլորի, ինչպես Եբրայեցիների 11-րդ գլխի մեջ ասում է, որ նրանք հավատքով այդ վկայությունը ընդունեցին, այդ վկայությունը, այսինքն այն կյանքը, այն կենաց ծառը, որը Քրիստոսն էր, ու նրանք տեսան դա ու հեռվից ողջունեցին ու ասեցին, որ մենք օտար ու պանդուխտ ենք այս երկրի վրա, որովհետև երկնավորին էին փափագում, սիրելի Աստծո ժողովուրդ, դրա համար խոստովանեցին, այսօր իմ ու քո աչքերը հավատքի, ինչ ա տեսնում, ում ենք նայում, ինչ ենք տեսնում, Ստեփանոսը Սուրբ Հոգով լցված, երբ որ քարոզում էր ժողովրդին, նա տեսնում էր երկինքը բացված եւ Քրիստոսը հոր աջ կողմը նստած, հետո կանգնած։ Բայց այսօր ինձ մեկը մի բան ասում է, ես ոչ թե Քրիստոսին եմ տեսնում, ես ուզում եմ այդ մարդու հարցերը հենց տեղում լուծեմ, եթե ասում եմ հավատացյալ չլինեի, այս մարդուն սենց կանեի, եթե խոսքը չասես, այդ ինչի համար է, կյանքի բացակայությունն է, սիրելիներ, կյանքի բացակայությունը, դրա համար Աստված ասեց, երբ որ ձեզի Եգիպտոսի երկրից հանեցի, ինչ պահանջեցի ձեզի, Երեմիա 7:21-22 խոսքերը, ինչ ասեցի ձեզի, Ձեզի չասեցի, կարդանք այդ համարները Երեմիա մարգարեության 7-րդ գլխի մեջ է գրված 21 խոսքից է, եթե չեմ սխալվում։ Ասма զորքերի Տերը Իսրայելի Աստված այսպես կսե. Ձեր ողջակեզները ձեր զոհերու վրա ավելացրեք եւ միս կերեք, վասնզի ձեր հայրերը Եգիպտոսի երկրից հանած օրս անոնց բան մչսի ողջակեզների ու զոհի մասին, ոչ էլ անոնց հրամայեցի, բայց անոնց հետևյալը հրամայեցի ու ասացի. իմ ձայնից մտիկ արեք
Ես ձեզի Աստված լինեմ ու դուք ինձի ժողովուրդ եղեք, ձեզի հրամայած ճամփաներուս մեջ քայլեք, որպիսի ձեզի աղեք լինի։ Ուրիշ բան չի պահանջի Աստված, թեպետ այդ զոհերը, բաները, հիմի որ կարդում ենք, ասում ենք, Ղևտացիների 1-ից մինչև 6-րդ գլուխը զոհերի մասին է խոսում, ոնց չի պահանջի Աստված։ Բայց Աստված ամենակարևոր բանը ուրիշ բան է պահանջե, քո Տեր Աստծուն սիրես քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ զորությունով։ Ասում է, ով Իսրայել մտիկ արա, երկրորդ Օրինաց 10:12-ը, քո Աստվածը քեզանից ինչ է պահանջում, քո Աստծուց վախնաս, անոր ճամփաների մեջ քայլես եւ անոր սիրես։ Ահա ինչ է պահանջում Աստվածը։ Նրանից վախենաս, այդ զոհերը, այդ գործերը, այդ բոլոր բաները դրանք հետևանքն են, սիրելի Աստծո ժողովուրդ, դրանք հետևանքն են։ Եթե ես իմ Աստծուն սիրում եմ, իմ Աստծո հետ քայլում եմ, իմ ներսի ցանկությունն է, ինչպես այն օրն է ասացի, 37 Սաղմոս 4-րդ խոսքի մեջ ասում է. Տիրոջից ու դու Տիրոջից, չէ, վախեցիր, Տիրոջը փնտրիր, այսպես ասում, չէ, 37 Սաղմոս 4-րդ համարն է, եթե չեմ սխալվում։ Կարդանք այդ համարն է 37-ի 4-ը, ու Տիրոջմով ուրախացիր, այո, ու Տիրոջմով ուրախացիր, քանզի անիկա կուտա քեզի քո սրտիդ խնդրվածները։ Եթե ես Տիրոջմով եմ ուրախանում, ինքը իմ սրտի խնդրվածները տալիս է։ Եվ ո՞րն է իմ սրտի խնդրվածքը։ Իմ սրտի խնդրվածքը լինում է հոգևորը, երկնքի արքայությունը եւ նրա արդարությունը։ Այդ ժամանակ ասա լինում։ Մենք շատ ժամանակ ասում ենք աղոթքի մեջ, այսպես սովորել ենք, չէ՞, Աստված ասում է դուք շուրթերով եք ինձի մոտենում, բայց ձեր սիրտը զատված է։ Ես է շատ անգամ այս աղոթքը արել եմ։ Մինչև հիմա էլ անում եմ, թե առավոտը, թե գիշերը, որ քնում եմ, ասում եմ, կինս վկայա գիտի, ասում եմ, Տեր Հիսուս, մենք խնդրում ենք առաջ երկնքի թագավորությունը ու քո արդարությունը, բայց արդյոք իմ սիրտը դա խնդրում է, թե ոչ։ Այն ազնվորությունը, ով որ Տիրոջմով է ուրախ, նրա կյանքում է այս խոսքերը կատարվում։ Նա է խնդրում երկնքի թագավորությունը սրտանց ու անոր արդարությունը եւ հոգ չի անում, հոգ չի անում ասելով չի նշանակում, որ պիտի չաշխատի, չպիտի հոգ տանի իր ընտանիքին, հոգ անում է, բայց մտածում է վերին բաների մասին, ինչպես առաքյալն էր ասում, վերին բաների մասին մտածեցեք, վերին բաները փնտրեք, որտեղ Քրիստոս Հիսուսը հորաջ կողմը նստած է։ Սիրելի եղբայրներ, քույրեր, սա է անօրինությունը։ Եթե իմ ու քո ներսում այդ հաղորդակցությունն ու կապը չկա, ես այդ անօրինությունը կգործեմ, որը ինձի կտանի, ինչպես կարդացինք, չեմ ուզում նորից կարդամ, մեղքերի ա տանում։ Կապը կդրվեց, վերջացավ։ Ես Աստծո հետ հաղորդ չեմ, արդեն պատկերացրեք, մեքենան գնում է, ղեկը չկա։ Ինչքան ակսիդանտ կունենա, չէ, վթար կունենա։ Այդ հաղորդակցությունը, այդ կապը չկա, գլուխը չկա, Քրիստոսի հետ հաղորդ չեմ, ինչքան վթարներ կունենամ։ Մի տեղ, երկու տեղ, երեք տեղ, 4 տեղ, անընդհատ այդպես ակսիդանտներ, վթարներ ունենալով կգնամ։ Եվ Սուրբ Գիրքը Ժողովող 7:29-ում այսպես է ասում, որ կարդացինք, ասացինք, այս տեղերը խոսեցինք, ասում է Աստված ամեն բան ուղիղ ստեղծեց, բայց նրանք շատ հնարքներ, բայց մարդը ահա միայն ասիկա գտա, թե Աստված մարդը ուղիղ ստեղծեց, բայց անոնք շատ հնարքներ փնտրեցին։ Այդ անոնք մարդիկ են։ Եվ որոնք են այդ հնարքները, սա է անօրինությունը, որ մարդը հնարքներ է փնտրում, որ իր սրտի բաղձանքը կատարի, ու Աստծո ճանապարհից շեղվի, կենաց ջրի աղբյուրը թողի ու իրան ծակոտ գուբեր փորի։ Թվացյալ գա, գնա եկեղեցի ամեն բաներ ունենա, բայց շատ հնարքներ փնտրի, Աստծո ճանապարհներից շեղվի, վարդապետներ փնտրի, իր սրտին, իր ականջին հաճելի, գալի գնում ենք, մեր իրականության մեջ է կա, բայց մենք YouTube-ով ինչքան բաներ ենք լսում։ Մեր եղբայրները խոսում են, մեր եղբայրները հորդորում են, ասում են, այն ճշմարիտ, այն կերակուրը, այն կաթը, բայց մեր ներսը նստած ասում ենք, էս ինչ են խոսում այս եղբայրները։ Խիստ է այդ խոսքը, այն ինչ եղբայրը YouTube-յան ալիքով, այն ինչ լավ խոսքեր էր խոսում, բա, այդ ի՞նչն է։ Հենց այդ ճանապարհներն է, անոնք շատ հնարքներ փնտրեցին։ Աստված իր մատով գրեց 10 պատվիրանները, որպիսի փոխանցի իր ժողովրդին 40 օր ծառան չեկավ Աստծո, ոսկե հորթեին սարքի ասե, սա է հնարքը։ Ահա քո աստվածները ով Իսրայել, որոնք քեզի Եգիպտոսից հանեցին։ Այսօր իմ ու քո ներսը կարող այդպիսի շատ վարդապետներ լինեն եւ շատ կուրքեր սիրելիներ, որոնք մեզի հեռացնում են Աստծուց։ Այսօր օրն է, այսօր ժամանակն է, ու Սուրբ Հոգին խոսում է,
Ինչպես եղբայրս ասաց, կերակրում է ու խոսում է, ընդունիր Տիրոջ խոսքը ու կբժշկվես, խոնարհվիր Տիրոջ խոսքին, ու օրհնությունը կվայելես ու կճաշակես։
Խաղաղություն Աստծո ժողովուրդ։ Պետք է աղոթ կանենք եկեղեցու հոգսերի համար։ Աստված փառավորվի, ուզում եմ այսօր առավոտ կատարված հետս կարճ, ինչ կատարվավ հետս վկայեմ Աստծո փառքի համար, Աստծո գործերի համար, ուրեմն ուշ է եկեք, գիշերը շատ ուշ, առավոտ պիտի եկեղեցի գամ, զարթուցիչը խփում է, զարթում եմ այդ ձենից, ասում եմ լավ Աստված կների, աղբերները կներեն, այսօր բացակայեմ, անջատում եմ ու քնում եմ։ Քնում եմ, մի հատ երազ եմ տենում, բայց երազ չի, տեսիլքի նման է ինքը։ Ուրեմն հարավ-արևելյան Արցախում զորամասում ենք 4 օր 5 օր չէի քնե, եկա այդ զորամասում մտան գտե որ պետք է 2 ժամ դադար լինի, հանգիստ քնենք ու այդ տագնապը չեմ անում, կինոներում երևի տեսած կլինեք, այդ տագնապի ձայնի տակ անհնար է քնել։ Կարող է տանգի կրակոցի տակ քնես, բայց այդ տագնապը այնպես ձայն է, որ հնարավոր չի քնես։ Այդ տագնապի ձայնը որ խփեց, մենք 4 օր չէինք քնե, 2 ժամ ինչ խորը քուն կքնես, այդ տագնապի ձայնից հելանք ու վազելով մտանք այդ բոմբերի համար հատուկ տեղ կար, որ պաշտպանվում էր այդ բետոնե ծածկի տակ ու այդ դրվագը գալիս է իմ աչքի առաջ, զարթուցիչ ուրեմն խփում է երկրորդ անգամ 5 րոպե հետո։ Ոչ թե զարթուցիչի ձայնն է խփում, այլ այդ տագնապի ձայնն է խփում։ Ու ես ասում եմ Աստված իմ բրծել էր պատերազմը, ես ապաշխարել եմ, ես Հոլիվուդում եմ, ես ուր եմ ես ոնց դա, ես ոնց Աստված, լրիվ իրական, ու sense քրդենած զարթնում ու Սուրբ Հոգին հետս խոսած, ասում է մարմնավոր, այս մարմնի փրկության համար, այդ այնց 4 օր չքնած, մի հատ տագնապի ձայն լսա, որ կարող է մարմինը կորցներ, այդ սաղքուն հոգնածություն, բայց որ պետք է թաս կենթանի Աստծուն փառավորես, նրան փառք տաս, ասում ես քնեմ հանգստանամ, հա, այդ է քո նվիրվածությունը, այդ է որ ասում եմ կենթանի պիտի մնամ, Տիրոջ փառքը պատմեմ, Աստված հրաշալի է, փառավորվի Հիսուս։ Ուզում եմ մի հատ Սաղմոս կարդամ, 124 Սաղմոսու գանք եկեղեցու հոգսերի համար աղոթքի, փառավորվի Հիսուսը։ Եթե Տերը մեզ հետ չլար, հիմա Իսրայելը թողսե, եթե Տերը մեզ հետ չլար, երբ մարդիկ մեր վրա ելան, այն այդեն ողջ պիտի կլեին մեզ։ Երբ անոնց բարկությունը մեր վրա բորբոքված էր, այն ատեն ջուրերը մեզ պիտի ընկղմեին, հեղեղը մեր անձերու վրա պիտի անցներ, այն ատեն փրփրած ջրերը մեր անձերու վրա պիտի անցնեին, օրհնյալը լա Տերը, որ մեզ անոնց ակրաներու որ չտվավ, մեր անձերը ճնճղուկի պես որսորդին որոգայթեն ազատեց, որոգայթը կոտորվեցավ ու մենք ազատվեցանք, մեր օգնությունը Տիրոջ անունով է, ամեն, որ երկնքեն ու երկրեն ստեղծեց, ամեն, գանք աղոթքի եկեղեցու հոգսերի համար, փառավորվի Հիսուսը։ Սրտանց ասենք փառ Տիրոջը քուրեր եղբայրներ ջան։ Ես վստահ եմ այսօր Տիրոջ հոգին ամեն մեկիս հետ խոսում է մեր սրտերի հետ եւ ինչքանով որ բացում եմ Տիրոջ առաջ, խոսքը ներթափանցում է եւ գերի է բռնում լավ նպատակով, որպեսզի մեզի դարձնի ճշմարիտ, այո, Աստծուն, կենթանի Աստծուն երկրպագելու, որ ճանաչենք մեր Տիրոջը արարիչին։ Սրտումս դրվել է Տիրոջ օգնությամբ խոսեմ Վերնագիրը այսպես է, ինչպիսի անոթ եմ ես Տիրոջ առաջ, որպես անոթ, Տիրոջ առաջ, քուրեր եղբայրներ ջան, որովհետև Տիրոջ առաջին ոնց որ կա երկու տեսակի անոթ, անարգանքի անոթ եւ պատվի անոթ։ Հիմա այտենց չի, որ Տերը ուզում է մեկը անարգված մնա, մեկը դուրս մնա, բայց ես որպես անոթ իմ ընտրության, իմ քայլի հիման վրա է, որ ես կարամ լինեմ պատվի անոթ։ Ամեն, եւ կկարդամ այդ համարները Տիրոջով կտեսնենք եւ մեր սրտերը բերենք Տիրոջ առաջ, որպեսզի Սուրբ Հոգին ամեն մեկիս հետ աշխատանքը կատարի, որպեսզի մենք Տիրոջ առաջին վայել ձևով Տիրոջ եղած բաները Տեր ասում էր, ես միշտ անոր արչեւ հաճելի եղած կնեմ, չէ՞։ Հիսուս հոր առաջ միշտ իր կամքի համաձայն էր ապրում։ Եվ կարդամ ուրեմն Հռոմեացիս 9-րդ գլուխ 20 խոսքը, 20 խոսքից կարդամ, ասում է դուն, բայց դուն ով ես ով մարդ, որ Աստծո հակառակ պատասխան կուտաս, ասում է ով ես դու մարդ, որ Աստծո հակառակ պատասխան կուտաս, հիմա պատկերացրեք, Տերը միշտ կանչում է, ձեռք է մեկնում, հիմա ասում է ով ես դու մարդ, որ Աստծոն միշտ հակառակ պատասխան կուտաս, ոնց որ ասեցի մարդը, ոնց որ
կավի անոթ, պատկերացրեք, երկու անոթ կա, կավից պատրաստված։ Այդ կավի անոթը մենք այս մարմինը այդ կավի հողի էլեմենտները կա մեր մեջ, չէ՞։ Հիմա պատկերացրա, երկու անոթ են Տիրոջ առաջ։ Մեկը պղտոր ջուրա լցված, մեր հին մարդն է, Ադամ բնությունն է լցված, մի անոթի մեջ մաքուր ջուրա։ Դու որ ելնես, ես որ ելնեմ, որ գամ, որ մեկով կօգտվեմ։ Որը մաքուր է, չէ՞։ Մաքուր է։ Կամ պատկերացրա այնտեղ ոնց որ մի անոթի մեջ այտենց ուտելիքի մնացորդ է, չգիտեմ, կեղտոտել իմ փոխաբերական իմաստով այդ մեղքի բանն է ոնց որ մեջը, չէ։ Հիմա բայց մեկի մեջ էլ պատվական ոնց որ ոսկի է մեջը, որը կվերցնես։ Հաստատ այն բանը չես վերցնի, չէ։ Այն ոսկիովը, որ արժեք ունի, չէ։ Հիմա պատկերացրա, այդ անոթի մեջ Աստծո խոսքն է, Աստծո հոգին է այնտեղ։ Հիմա Աստված տեսեք հավասարապես է ստեղծել մարդուն, ոնց որ բոլորը կավի անոթ են եւ այնտեղ կա այն ճրակը, որը մեր հոգին է, բայց այնտեղ կա նաեւ ապականված այդ բանը, բայց չի ուզում որ մնանք այտենց հանգած մարած այդ կեղտի այդ մեղքի բնության մեջ, ուզում է մեզի այդտեղից հանի։ Եվ դա կապված է իմ ընտրության հետ, իմ փափագելու որպես անոթ, Տերը տեսնում է, ես ինչպիսի անոթ եմ իր առաջ, սկզբից մինչև վերջ, իմ նվիրվածությունը, հիմա հնարավոր է, ես եկել եմ, բայց հələ բաներ կա, բայց իմ նվիրվածությունը այդ ամեն բանը Տերը տենում է, հեսա կտեսնեք, Սուրբ գրային էլ օրինակներ կբերեմ, որպեսզի հանգարց չլինի մենք ընկճվենք, ապա զորությունից զորություն գնանք, շարունակելու եմ խոսքը, ասում է բրուտը իշխանություն, ասում է Բրուտը իշխանություն չունի կավի վրա, նույնպես զանգված են ամաններ շինելու, ոմանք պատվի, ուրիշներ անարգանքի համար։ Արդ ինչ կրնա ասել մեկը, եթե Աստված իր բարկությունը եւ զորությունը ցույցնել է առաջ, շատ համբերություն եւ երկայնամտություն ցույց տա այն անոթներում, որոնք բարկության առարկա եղած են եւ կորստի դատապարտված են։ Տեսնում եք, ասում է, իր համբերությունը համբերում է մարդուն, ասում է, որ մնաս դրա մեջ, իմ բարկությունը քո վրա կմնա։ Այսինքն, եթե դու իմ որդուն չընդունես, հավատքի կյանքը չընդունես, Հիսուսին քո կյանք չընդունես, այդ բարկության էդի օրվան համար պահված է։ Այսինքն, մարդը արդեն իսկ դատապարտված է, չէ՞։ Դատապարտությունը ասիկա է, որ լույսը եկավ, մարդիկ խավարը սիրեցին։ Տեսնում եք, այտենց չի Աստված մեկին նախասահմանել, որ հեսա դու կփրկվես, մեկը չէ, իմ ընտրությանից է կախված, ես որն եմ ընտրում։ Հիմա մարդը եթե մնում է, ենթադրենք իր ինչքան որ ապրում է, մնում է այդ մտքի մեջ, այդ ընթացքի մեջ, չի ընտրում կյանքը, չի ընտրում Քրիստոսին, հավատքը չի բանանում Քրիստոսի վրա եղած, մնում է իր հին ապրելակերպի մեջ, ուտենք, խմենք, վաղը մեռնել կա, սա է մարդու բանը։ Եվ շարունակել եմ, եւ կամ եթե ուզե իր փառքի ճոխությունը ցույցնել ողորմություն գտնող անոթներուն, այն փառքին համար, որ նախապես պատրաստեց, այսինքն մեզի որ կանչեց ոչ թե միայն հրյաներեն, ապա հեթանոսներեն։ Հրյաներին կանչում էր, Տերը կանչեց, հեթանոսներին կանչեց։ Հիմա համ հրյաներից եկան, չէ, աշակերտները, հրյա ժողովրդից էին, չէ, համ էլ հեթանոսներից եկան։ Հիմա այն անոթները, ովքեր որ չընդունեցին, հիմա եղբայրները հիշացրեցին, չէ, քահանա են, ծառայություն են անում, զոհաբերություններ են անում, այս ծիսակատարությունները, բայց եսի Աստված ընդունեց այս զոհը, չէ, իր որդուն ասում է, այդ քահանապետը մտավ մեկ անգամ, այդ ինչ զոհեր ես անում, դու այն ողորմությունը, սերը, որ քո ամբողջ սրտով քո Աստծուն սիրես, սրանք ասում է, թողել եք, չգիտեմ ինչերով եք զբաղված, այն Աստծո սերը, այդ հավատքը, որ Քրիստոսի նկատմամբ պիտի ցուցաբերենք, որովհետև հենց ինքը Քրիստոս իր մարմինը ճեղքվեցավ, այրուն թափեց, հենց ինքը զոհվավ, իմ ու եւ քո համար, դու այդ ինչ արարողություններ եք անում, այդ ինչ եք անում, դրա համար Աստծո առաջ ընդունելի չի քուրեր եղբայրներ ջան, Տերը օգնական լինի, եւ կարդամ տեսեք 2 Տիմոթեոս, որպեսզի ավելի պարզ լինի, 2 Տիմոթեոս Կարդում եմ 2:20-ից կկարդամ։ Հիմա տեսեք, մենք այդպիսի ոնց որ ապաշխարեցինք, եկանք լավ, եկանք Տիրոջ տուն, մտանք եկեղեցու մեջ եւ տեսնենք հələ մի անգամից այդպես դառանք պատվի անոթ։ Հիմա կարդամ, որ խոսքով լինի։ 2:20-ից կարդում եմ։ Մեծ տանը մեջ, մեծ տունը ո՞րն է։ Որը Տիրոջն է պատկանում, եկեղեցին է, չէ, այսինքն մեծ տուն, որը հիմնականն է, էլի ոնց որ Տիրոջն է պատկանում։
Եվ ասում մեծ տան մեջ ոչ միայն ոսկե եւ արծաթե ամաններ կան, ապա փայտե ու հողե ամաններ ալ կան։ Ոմանք պատվի համար են ու ոմանք անարգանքի համար են։ Հիմա Տերը ինչ է, մեկը ասում է փայտի, չէ, հիմա կրակը գալիս է, փայտը այրվելու է, թե չէ։ Կրակը գալիս է, ոսկին այրվելու է, թե չէ։ Բա ինչ է լինելու։ Այո, որակը բարձրանալու է, չէ։ Հիմա պատկերացրեք, մենք Տիրոջ այդ անարգանքի անոթները այն աշխարհային սկզբունքներն է այդ ցանկությունների հետ կապված, որ եղբայրներ ասեցին, հələ որ աշխարհասիրություն կա, հələ որ բան կա, ինչի համար անարգանքի։ Հիմա պատկերացրա, մարմնավոր ձևով այդ բանի մեջ եմ ապրում, հələ պատվի անոթ չես, անարգան։ Հիմա խրատում են խոսքի միջոցով, մեկի միջոցով, եղբոր միջոցով, Սուրբ Հոգու միջոցով, հələ ոնց որ բան եմ անում, նեղվում եմ, չեմ համաձայնվում, ոնց որ հակառակվում եմ, մեկ էլ վերջը գալիս եմ, խոսքին հնազանդվում եմ, մեկ էլ ներսս արդեն կյանքը գալիս է, հնազանդվում ես, չէ, մեկ էլ սկսում ես արդեն կամաց փոխվել, չէ, արդեն մարդը կարա, շարունակեմ, տեսեք ինչ ասում։ Ուստի, եթե մեկը իր անձը անարգ բաները մաքրե, անիկա պատվական անոթ պիտի լա, ասում է սրբված ու իր Տիրոջը պիտանի ամեն բարի գործերու համար պատրաստված։ Ահա, հիմա այստեղ Աստծո խոսքը, այդ ասում է, եթե մեկը անարգ բաները մաքրե, հիմա պատկերացրեք, գողացողի հրաժարվել եմ դրանից։ Կներեք, շնացող էի, շնության ճամփայետում, հրաժարվել եմ դրանից, ընդունել եմ դրա տեղը, ոնց որ անոթ, հիմա պատկերացրա, այդ անոթի մեջից, ոնց որ սկսում է դատարկվել այդ կեղտն ու այդ ամեն ինչը, բա այնտեղ լեցվում է նաև խոսքը, այնտեղ լեցվում է Քրիստոս կյանքը, չէ, ուսես գնալով անարգ բաները մաքրե, արդեն պիտի լա ինչ անոթ, Տերը պիտի օգտագործի այդ անոթը, չէ, պարապ չի կարող լինի։ Կարդացի, այդ համար ուշադիր եղաք, հələ կուզեք մի հատ էլ կարդամ։ Ուստի, եթե մեկը իր անձը անարգ բաները մաքրե, անիկա պատվական անոթ պիտի լա սրբված ու իր Տիրոջը պիտանի ամեն գործերու համար պատրաստված։ Արդեն Տերը օգտագործում է իր անվան փառքի համար։ Այն ժամանակ սատանան օգտագործում էր իր անվան փառքի համար, այսինքն մարդու բանը ոնց որ հիմա ապաշխարությամբ, կոտրվածությամբ, ել ես արդեն անարգանքի անոթ չեմ, ես Տիրոջը կպատկանիմ, հիմա Տիրոջ տան մեջ, եկեղեցու մեջ էլ այս մաքրությունը, խոսքը, Աստծո հոգին Տերը կատարում է մեր նկատմամբ, չէ՞։ Մենք սկսում ենք արդեն որպես Տիրոջ անոթ մաքրվելով եւ Տերը ամեն մեկին կօգտագործի իր անվան փառքի համար։ Մեկ էլ կտեսնես մեկ քույրիկ կմարմարքարյանա, այս հրաշքներ նշանները կգործվեն եւ բոլոր այդ ամեն բանը Սուրբ Հոգին այդ գործնեությունը եկեղեցու շինարարության համար ամեն մեկի ոնց կուզե կբաժնե, եթե ես այո անարգ բաները, եթե հրաժարեմ այդ սխալ կյանքից, ամեն քուրեր եղբայրներ ջան, դրա համար միանգամից այտենց մարդը հնարավոր է եկեղեցու մեջ լինի, բայց հələ անարգան կա, դժվարություն կա, բայց եթե համբերե, Աստված կօգտագործե իրան, որովհետեւ Աստված ինչ ասում, ասում է ես ամեն իմ սիրեն, որին կսիրեմ, կխրատեմ նրան, եթե ես համբերեմ մինչև վերջ, Աստված պիտի օգտագործե իր անվան փառքի համար։ Եվ կուզենամ օրինակներ բերեմ, տեսեք հələ Գործք առաքելոց, ուրեմն 9-րդ գլուխ, Գործք առաքելոց կարդամ հələ 9-րդ գլուխ Սավուղի Պողոս չէր հələ, Սավուղն էր, Սավուղ եղբայրը, ուրեմն բաներ անում, եկեղեցին հալածում էր, կիները, եղբայրները բռնում, բանտներ դնում։ Հիմա տեսնենք Հիսուսի հայտնությունից ինչ փոփոխություն եղավ այս մարդու կյանքում։ Ուրեմն ասում է, տեսեք կարդամ հələ 9:3-ից կարդամ։ Երբ Կերթար ու Դամասկոսի մոտեցավ, հանկարծ իր բոլորտիքը երկնքեն լույս մը փայլատակեց, եւ ինքը գետինը ինալով ձայն մը լսեց, որ կսեր. Սավուղ, Սավուղ, ինչու զիս կհալածես։ Եվ անիկա ասավ. Ով ես դուն Տեր։ Եվ Տերը ասավ. Ես եմ Հիսուսը, որ դուն կհալածես, դժվար բան է քեզի խթանի դեմքից զարնել։ Հիսուսին էր հալածում։ Կարար Հիսուսին հալածեր, ո՞նց էր հալածում բա։ Ասում է այդ պստիկներից մեկին արիք ցավացրիք, չէ, ինձի արիք Տերը, տենց է։ Կամ այդ պստիկներից մեկին մի բաժակ ջուր խմացնես իմ անունով, այդ վարձքդ պիտի մնա։ Այսինքն Աստծո զավակներից պստիկներից մեկին արիր, ասում է Հիսուսին արիր։ Էսի շատ բան է, քուրեր եղբայրներ ջան։ Էսի որ խորը բացվի, մենք այնքան զգուշ կվարվենք իրարու նկատմամբ, շատ զգուշ կլինենք։ Եվ ասում է անալ դողալով ու ապշությամբ ասավ.
Տեր, ինչ կուզես որ անեմ։ Ինչ կուզես որ անեմ։ Հիմա կարծես թե հիմա այնտեղ բանին է, սկսեմ բանավոր ասել ժամանակի առումով եւ սկսում է Անանյային, ոնց որ Անանյա Աստծո մարդը կար, աղոթք էր անում եւ լավ, ուզում եք կարդամ։ Անանյա անունով աշակերտ մը կար Դամասկոսի մեջ, Տերը տեսիլքի մեջ անոր ըսավ. Անանյա, անալ ըսավ, Տեր, ահա հոսեմ։ Տեր ըսավ անոր, ելիր ու գնա այն փողոցը, որ ուղիղ կկոչվի, հոն Հուդայի տանը մեջ փնտրե Սողոս անունով Տարսոնացիմը, վասնզի ահա անիկա աղոթք կնե։ Ու տեսիլքի մեջ մարդ մը տեսավ Անանյա, ասում անունով, քովը մտած եւ ձեռքը իր վրա դրած, որպեսզի տեսնե։ Անանյա պատասխան տվավ. Տեր, շատերը լսեցի այն մարդուն համար, թե շատ չարիքներ հրավ քու սուրբերուդ Երուսաղեմի մեջ։ Հիմա Անանյան ասում է շատերի համար լսել ենք էլի ոնց որ այս մարդը բանա, բայց Տիրոջից հայտնություն առե, բայց վախում է այդ, ասում է այսպեսի բան ենք լսել, եւ ասում է եւ հոսալ քանապետներեն իշխանություն ունի կապելու անոնք, որ քու անունդ կկանչեն։ Տերը սավանոր, գնա դուն վասնզի անիկա ասում է ընտիր աման մնե իմ անունս կրելու հեթանոսներու թագավորներուն եւ Իսրայելի որդիներու արչեւ։ Հիմա տեսեք, մեր աշկի երևցածի պես կամ ոնց որ լսածի պես մարդը դատաստան անում, չէ՞։ Էս հենց անում, էս հենց վարվում, չէ՞, բայց Տիրոջ առաջ ասում է ընտիր աման է էդի, ընտիր անոթ է իմ համար։ Դու գնա, ես ինչ որ ասում եմ քեզի, խոսքը ինչ որ գալիս է, էդի քեզի չի վերա, դու նազանվի եւ կտեսնես այդ փառքը։ Հիմա մեր կյանքում էլ բաներ կա, Աստծո խոսքից հայտնություն է գալի, որ Տիրոջ անոթն է, բայց կարող է ես կմչտեմ, լավ չվերաբերվեմ։ Դրա համար մենք աշկի երևցածով դատաստան չանենք, այսպիսի բաներ չանենք, որովհետև Տիրոջ առաջին ինքը կարող է պատվի անոթ է, որովհետև Տերը սկզբից մինչև վերջը տեսնում է։ Եվ ասում է, քանզի ես անոր ասում է պիտի ցուցնեմ, թե պետք է իմ անվանս համար նաև նեղություն կրե։ Ոչ թե մենակ պիտի ընդունի, այև իմ անվանս համար նեղություն պիտի կրի։ Եվ ըստ շարունակության մեջ ասում է իշխանների, թագավորների, կայսրերի առաջ պիտի կանգնի։ Եվ այստեղ ընդունում է Պողոսը, աղոթք անում Անանյան, աշկերից այդ թեփուկները թափվում է եւ Սուրբ Հոգով լեցվում է եւ դառնում այն անոթը, որ Աստված սկսում է օգտագործել իր անվան փառքի համար։ Եվ նաեւ մի հատ օրինակ էլ կուզենամ հիշացնեմ, Գործք առաքելոց 11-րդ գլուխ, ուրեմն Պետրոսի ընթացքը, որ Պետրոսը ասում է Երուսաղեմի եղբայրներին զեկուցում է, հələ կարդամ 11:1-ից առաքյալներն ու եղբայրները, որոնք Հրեաստանի կողմերն էին, լսեցին, թե հեթանոսներն ալ Աստծո խոսքը ընդուներ են։ Երբ Պետրոս Երուսաղեմ գնաց, թլպատվածները անոր հետ կվիճեին ու կսեին, թե դուն անթլպատ մարդոց քով մտար եւ անոնց հետ հաց կերար։ Պետրոս ալ սկսավ բանը կարգով պատմել անոնց։ Ասում է, երբ ես Յոպե քաղաքը աղոթ կնեի ու մտքի հապշտակության մեջ տեսիք մտեսա, աման մեծ կավի կտավի պես, որ ասում է 4 ծայրերեն երկնքին կախված իջավ ու մինչև ինձի հասավ, որուն վրա աշքս տնկեր կնայի ու տեսա 4 քոտանիներ, գազաններ, սողուններ, երկնքի թռչուններ, եւ ձայն մը լսեցի, որ կսեր ինձի, ելիր Պետրոս մորթե ու կեր, բայց ես ասի, քավլիցի Տեր, վասը պիղծ կամ անմաքուր բան մը ամենևին մտած չէ իմ բերանս։ Երկրորդ անգամ ձայնը երկնքեն ըսավ, ձայնը որ Աստված ասում է, զայն որ Աստված մաքրեց, դու պիղծ մի սեպեր։ Տեսնում եք, հիմա Պետրոսի բանով ոնց որ ասում է, այս կենթանիները որ կային, այս հեթանոս ժողովուրդն էին, որ այդ սխալ կյանքով ապրում էին Աստծո առաջ։ Ասում է Աստված որ մաքրեց, դու պիղծ մի սեպիր։ Եվ այստեղ շարունակության մեջ մենք տեսնում ենք, երբ որ խոսում է խոսքը վկայում է, այն Սուրբ Հոգին բանավոր ասեմ, Աստծո Սուրբ Հոգով իրանք էլ են սկսում մկրտվել։ Եվ այստեղ Պետրոսը հասկանում է, որ ինչպես մենք առինք հոգու այդ բանը, իրանք էլ են նույն բանը առնում, Սուրբ Հոգին իրանք են առնում։ Հիմա Աստված, եթե Քրիստոսի վրա եղած հավատքով նույն հեթանոսը եւ հրյան կարդարացնե, Աստծո կողմ ասում է, շիտա գիտեմ, որ աչառություն չկա։ Հիմա մենք շատ իրավիճակներ գա, կարող է նորը գա, մենք նայենք, սես չափենք, սես դնենք, բայց Աստծո առաջ դու ինչ գիտես, կարող է ընտիր անոթ է ինքը։ Կարող է Աստծո կողմանի պատրաստված անոթ է ինքը, Տերը որ բերել է, մեկը որ եկել է, պատահական չի սա, Տերը որ կանչել է, սա էդի պատահական չի, քուրեր եղբայրներ ջան։ Ես հələ կարող է տենա մի հատ բան, մի հատ սխալ, մի հատ սենց, սա չափումներ կամ է սենց վերաբերեմ, բայց Տիրոջ առաջ ո՞նց է ինքը։
Հասկանում եք, դրա համար Աստված օգնական լինի, որպեսզի մենք այս բաների մեջ արթուն լինենք, զգաց լինենք, որովհետև ինքն էլ է Տիրոջ զավակը, ինքն էլ Քրիստոսի վրա եղած նույն այդ հավատքով արդարացել է, ոնց որ մենք բոլորս, քուրեր եղբայրներ ջան։ Եվ շարունակեմ խոսքը, տեսեք, Առաջի Թեսաղոնիկեցիս, ուրեմն կարդամ հələ, Առաջի Թեսաղոնիկեցիս կարդում եմ 4:4-ից կարդամ, ասում է ձեզ մե ամեն մեկը գիտնա իր մարմինը սրբությունով ու պատվով պահել, ոչ թե ցանկության կիրքերով ինչպես հեթանոսները, որոնք ասում է Աստված չեն ճանչնար։ Եղբայրները խոսեցին, չէ՞, ցանկության մասին, հեթանոսական, այս մեղքի աշխարհասիրության, այս կապվածության մասին ասում է։ Քո այնտեղ մի թարգմանության մեջ ասում է ամեն մեկը գիտնա իր մարմինը սրբությունով պահել, մի թարգմանության մեջ գրված է ամեն մեկը գիտնա իր անոթը պահել։ Այսինքն որպես անոթ ես այդ ցանկություններից, այդ բանից գիտնամ պահել, որովհետև այստեղ ասում է հեթանոսները, որոնք Աստված չեն ճանչնար, բայց մենք Հիսուս ունենք, չէ՞, մենք ճանաչեցինք եւ Աստծո Սուրբ Հոգով լեցվեցանք եւ կենթանի Աստված մեր մեջ կբնակի։ Ամեն, Տիրոջ անունը փառավորվի եւ ամեն մեկը եւ եղբայրները հիշացրեցին այդ համարը։ Կարծեմ Սարգիս եղբայրներ ասում է ձեր հոգին, մարմինը, շունչը անարատ պահվի մինչև Տիրոջ գալուստը։ Հիմա մենք ընտրված ենք, այնտեղ որ Պետրոսը խոսում էր, ասում էր, այս խոտորյալ ազգեն ինքզինք զատեցեք, առանձնացեք, դուք արդեն պիտանի անոթներ եք, դուք արդեն փոխվակ, այն հոգին առակ, հիմա դրանով քայլեք ապրեք, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա Տերը այս անոթը ուզում է մաքրի եւ պատվի անոթ անի, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա մենք տեսնենք այդ կավը, որպես թե կավի, այդ մեջի զանգվածն է արժեքավոր, թե կավն է կարևոր, հա, ոնց եք մտածում։ Մեջի այդ զանգվածը, չէ՞, կուզենամ կարդամ, շատ չեմ երկարացնի, ուրեմն երկրորդ Կորինթացիս, այո, 4:3-ից կարդամ։ Իսկ եթե մեր ավետարանը ծածկված ալե, կորսվածներու համար ծածկված է, որոնց մեծ այս աշխարհի Աստվածը անհավատներու մտքերը կուրծուց, որպեսզի Քրիստոսի ավետարանի փառքի լույսը անոնց վրա, ասում է, վրա չծագի, որ է Աստծո պատկերը։ Այս աշխարհի Աստվածը, ասում է Սատանան, այսինքն այս անհավատների մտքերը կուրծուց, որովհետև չուզեցին, որ իրանք գան Տիրոջը, չուզեցին գան Հիսուսին, դրա համար ավետարանի լույսը, ավետարանի ճշմարտությունը չուզեցին, դրա համար մնացին իրանց հին գաղափարների մեջ, իրանց մեղքի մեջ։ Վասնզի ոչ թե անձերնից կքարոզենք, ապա Քրիստոս Հիսուս Տերը ու մեզ ձեր ծառաները Հիսուսի համար, վասնզի Աստված, որ հրաման նրա, որ խավարեն լույս ծագի, ինքը մեր սրտերու մեջ ծագեցավ Աստծո փառքի գիտության լույսը տալու համար Հիսուս Քրիստոս անձովը։ Տեսնում եք արժեքը որն է։ Մեր սրտերի մեջ Հիսուս Քրիստոս անձով մենք ընդունեցին Քրիստոսին, հիմա այդ անոթի մեջ պատկերացրա, այդ անոթի մեջ ընդունել ես Հիսուս Քրիստոսին, արդ մենք այս գանձը հողե ամաններու մեջ ունենք, որպեսզի զորության առավելությունը Աստծմե լա ու ոչ թե մեզմե։ Հիմա այդ անոթի մեջ պատկերացրա զորության առավելությունը Աստծմե է, հավատքով մենք ընդունեցինք։ Հիմա մսից այրունից չի, իմը լավ լնելուց չի, քուրեր եղբայրներ ջան, Հիսուս Քրիստոսից է, որ Հիսուս ունեմ իմ կյանքիս մեջ, սա է առավելությունը։ Անոթը կավը առավելություն չի, հասկանում եք։ Հիմա այս պատկերացրա, այս հողե ամաններու մեջ այդ գանձը, որ ունենք, Աստծո փառած հոգին ունենք, Աստծո խոսքը ունենք, սրանք ոսկյա գանձ է մեր համար, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա այդ գանձը իմ մեջ ունենալով, ես ինչպես կվերաբերվեմ, արժեք կունենա, թե չի ունենա։ Հիմա եթե արժեք ունի այս կյանքը, եթե Աստծո խոսքը արժեք ունի, ես անարգ բաները կսկսեմ մաքրվել, քուրեր եղբայրներ ջան, հրաժարվել, դառնալ, դարձի գալ, ապաշխարել գալ Քրիստոս կյանքին։ Եվ ասում է ամեն կողմանե վշտացած ենք, բայց նեղը ընկած չենք, տագնապած ենք, բայց հուսահատ չենք, հալածված ենք, բայց երեսե ձգված չենք, վար ձգված ենք, բայց կորսված չենք,
ամեն ատեն Հիսուսի մահը մեր մարմիններու մեջ կկրենք, որպեսզի Հիսուսի կյանքն ալ մեր մարմիններու մեջ հայտնվի։ Հիմա տեսեք, այդ կյանքը ընդունելով խաչի ճանապարհն է ստեղ ցույց տալի։ Հիմա այդ անարգանքի անոթ որպես խաչելության ճանապարհը ընտրելով, հիմա այնտեղ մարմնով կտկարանանք, այստեղ բան կլինի, բայց ներսի մարդի մեջ կզորանանք Հիսուսով։ Այստեղ խաչելության կյանքով նոր կյանք է սկսում բացվել, ասում է։ Վասզի մենք որ ասում է կենթանի ենք, Հիսուսի համար մահվան կմատնվենք, որպեսզի Հիսուսի կյանքն ալ մեր մահկանացու մարմիններու մեջ հայտնի ըլա։ Ուստի մահը մեր մեջ կներգործե եւ կյանքը ձեր մեջ, բայց հավատքի նույն հոգին ունենք, ինչպես գրված է, հավատացի անոր համար խոսեցա։ Մենք ալ ասում է կհավատանք ու անոր համար կխոսենք։ Գիտենք թե ան որ Տեր Հիսուսը հարուցանեց, մեզ ալ Հիսուսով պիտի հարուցանե ու անոր արչեւ պիտի կայնացնե ձեզի հետ ամեն։ Հիմա արդեն իսկ կենթանացրել է, եթե հավատքի համար էլ սպանվենք ալ, նահատակվենք ալ, ասում է, պիտի կենթանացնե, պիտի կյանք տա Հիսուս Քրիստոս անձով, որովհետև Հիսուս Քրիստոս այդ կավե ամանի մեջ ոչ թե արդեն այդ պլպլան պատրույքա, ոչ թե մենակ այդ հոգին է, ապա Սուրբ հոգին իմ հոգի հետ Աբբա հայր կկանչի, արդեն իսկ կենթանացրել է, էլ դու էլ մահը իշխանություն չունի մեզի վրա։ Ամեն։ Տիրոջ անունը փառավորվի, եկեք կանգնենք աղոթքի քուրերի եղբայր միջև։